Ողջունում եմ բոլորին, այս անգամ խոսելու ենք գրաֆիկական պլանշետներից և սկսեմ ամենահաճախ տրվող ինձ հարցով, պարտադիր է արդյոք գրաֆիկական պլանշետը մշակման դեպքում։ Իհարկե ոչ, բայց ցանկալի է, քանի որ այն փոխարինում է մկնիկին և մի քանի անգամ արագացնում մշակման պրոցեսը։ Ես ինքս այլևս չեմ կարողանում բացի պլանշետից այլ կերպ մշակել, եթե անկեղծ։ Բնականաբար ի սկզբանե այդքան էլ հեշտ չեմ հարմարվել, մոտ մեկ շաբաթ ինձնից պահանջվել է, որպեսզի ձեռքս սովորի գրիչին, բայց հիմա էլ առանց գրիչի չեմ պատկերացնում մշակումներս, քանի որ շատ եմ սովորել ու բավականին հարմար է ինձ համար։ Նշեմ այն բրենդը, որը ես օգտագործում եմ ու նաև ինձպես այլ պրոֆեսիոնալ ռետուշորներ, այն Wacom-ն է, մուտք գործենք Wacom-ի կայք, wacom.com, այնուհետև գնանք Products բաժինը, Pen Tablets, ու այստեղ կտեսնեք պլանշետի տեսակները, հիմնական մոդելները, որ վաճառվում են ավելի շատ և իմ ուսանողները նույնպես դրանցից օգտվում են, հետևյալն են One by Wacom, Wacom Intuos և Wacom Intuos Pro։ Այս մոդելները ամենահաճախ օգտագործվողներն են, իրականում ես բոլորն էլ օգտագործել եմ և ասեմ ձեզ տարբերությունը շատ չնչին է, տարբերվում են իրենք միայն գրիչի զգայունությամբ, այսինքն մեկի դեպքում մի քիչ ավելի փափուկ է, բնականաբար որը ավելի գնային բարձր է, այդ դեպքում գրիչը ավելի փափուկ է աշխատում, օրինակ Wacom Intuos Pro-ի։ Ամենամատչելի տարբերակը One by Wacom-ն է, սկսվում է արժեքը 25,000 դրամից, իդեպ ես ձեզ նվիրել եմ պրոմո կոդ Telegram-ի չաթում, կարող եք ուշադիր լինել, եթե գնաք նշված խանութներից, կստանաք նաև զեղչին կողմից։ Այնուհետև Wacom Intuos-ն է, մի քիչ գնային ավելի բարձր, մոտ 35,000-ից է սկսվում, կախված թե Bluetooth-ով տարբերակն եք ուզում, թե լարով, երկու մոդել ունի Wacom Intuos-ը, կարող եք ուշադիր լինել և ըստ դրա արդեն գինը տարբերվում է, Bluetooth-ով տարբերակը մի քիչ ավելի բարձր է գնային։ Եվ դրան հաջորդում է Wacom Intuos Pro-ն, որը էլ ավելի շատ կոճակներ ունի, Wacom Intuos-ն էլ իդեպ ունի, և դրանք կարելի է կարգավորել, որը քիչ հետո ձեզ ցույց կտամ։ Ես բոլոր մոդելները, եթե անկեղծ օգտագործել եմ, սկզբից One by Wacom-ը, որից հետո փոխել եմ Wacom Intuos և դրանից հետո այժմ օգտագործում եմ Wacom Intuos Pro-ն։ Ասեմ, որ իրենք շատ չնչին տարբերությամբ են իրարից տարբերվում։ Առաջի տարբերությունը դա գրիչի զգայունությունն է, բնականաբար ինչքան արժեքը բարձրանում է, այնքան ավելի փափուկ է գրիչը աշխատում և զգայուն, այսինքն մի հոպումով ինքը ընկալում է քլիքը և ավելի հեշտ է աշխատելը, բայց ասեմ, որ նույնիսկ ամենամատչելի տարբերակի դեպքում շատ հանգիստ կարելի է աշխատել, ոչ մի խնդիր չի լինի, այնպես որ կարող եք ընտրել ցանկացած տարբերակ, կախված արդեն ձեր ֆինանսից, ու ևս մի կարևոր բան նշեմ, իրենք լինում են տարբեր չափերի S, M և L, ես հիմնականում սիրում եմ աշխատել S-ով, քանի որ շատ հարմար է, կոմպակտ է, պայուսակի մեջ հարմար է տեղավորելը, ինչպես նաև ճամփորդությունների ժամանակ է շատ քիչ տեղ զբաղեցնում ճամպրուկում, այնպես որ չափին ևս ուշադրություն դարձրեք, չափից կախված ևս կարող է գնային տարբերություն լինել։ Եվ վերջին կարևոր նկատառումը, եթե օգտագործում եք Mac, Apple բրենդի համակարգիչ, ուշադիր եղեք, որպեսզի պիրիխատնիկ ունենաք, որ կարողանաք պլանշետը միացնել համակարգչին, որովհետև հիմնականում վերջին մոդելները MacBook-ների միայն Type-C տեղ ունեն, ինչը բնականաբար այդքան էլ լավ չի, բայց դե իրենք պետք է տարբերվեն ինչպես միշտ, դրա համար կարող եք նաև պլանշետի հետ միասին գնել փոքրիկ պիրիխատնիկ, որը այդքան էլ թանկ չի ու կարողանաք արդեն օգտագործել համակարգչին միացնելուց։ Կարծում եմ մոդելների հետ կապված արդեն ամեն ինչ ասացի, կարող եք նաև պատվիրել, ոչ մի խնդիր չեմ տեսնում, հիմնականում օրիգինալ տարբերակներն են լինում, այնպես որ դժվար հանդիպեք պատենտներին։ Իսկ հիմա եկեք ցույց տամ, թե ինչպես պետք է այն կարգավորել և միացնել համակարգչին, որպեսզի աշխատի։ Գնանք Support բաժին, Drivers and Downloads, և այստեղ Search-ի հատվածում գրում եք ձեր պլանշետի մոդելը, որը կգտնեք պլանշետի հետնամասում։ Ես կգրեմ այստեղ իմ տարբերակը
Եվ այստեղից արդեն ընտրում եք, թե որ համակարգչի դրայվերը նստացնել, Mac-ի թե Windows-ի։ Քանի որ իմը Mac է, հետևաբար ես ընտրում եմ Mac-ի տարբերակը։ Ներբեռնելը, նստացնելը շատ հեշտ է, կարծում ոչ մի դժվարություն չեք ունենա, պարզապես կատարեք այն նույն քայլերը, որ ես եմ կատարում։ Այստեղից տալիս ենք access և վերջ ամեն ինչ արդեն հաջող կատարեցինք։ Կրկին Mac-ի դեպքում այստեղ ուշադիր եղեք, որպեսզի թույլտվություն ունենաք օգտագործելու և այս accessibility բաժնից ուղղակի միացնում եք կոճակը, որպեսզի Mac-ը ընկալի պլանշետը, որից հետո գալիս եք արդեն ձեր էփերի բաժինը և այստեղ կտեսնեք Wacom Center։ Հիմա ես արդեն պլանշետը կմիացնեմ USB-ին, Allow, այստեղ ուղղակի skip եմ տալիս և կտեսնեք, որ այս պատուհանն է բացվում, որտեղ կգտնեք պլանշետի հետ կապված կարգավորումները, այստեղ գրիչը կարող եք նույնիսկ կարգավորել, տեսեք հետևի մասում իմ գրիչը ունի Retina հատված, ցույց է տալիս, որ մի կոճակը նշված է որպես double click, իսկ մյուսը որպես աջ click, իսկ գրիչի այս մասը աշխատում է որպես սովորական click։ Այս բոլոր կոճակները կարելի է փոփոխել, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես, ու նաև կարող եք փոփոխել click-ի զգայունությունը, այսինքն ավելի փափուկ եք ուզում, թե ավելի կոշտ, ըստ դրա կարող եք արդեն տեղաշարժել։ Երկրորդ բաժնում կգտնեք պլանշետի կոճակները ինչպես կարգավորել, այստեղ նշվում է, թե արդեն իրենք ինչպես են կարգավորել, եթե ձեզ դուր չի գալիս կամ ցանկանում եք փոփոխել, կարող եք փոփոխել։ Այստեղ նշված է, որ կլորակը աշխատում է որպես zoom, այսինքն կարող եմ հեռացնել և մոտեցնել նկարը, և եկեք ցույց տամ, թե ինչպես կարող են կոճակները փոփոխել, սեղմում ենք ուղղակի վրան և դնում ենք, թե որն ենք ցանկանում, օրինակ, եթե ցանկանում ենք աջ քլիքը լինի այս կոճակը, փոխում ենք աջ քլիք, նույնը հաջորդը, zoom-ին ցանկանում ենք մոտեցնել, դնում ենք zoom-ին։ Շատ տարբեր բաներ կարող եք կարգավորել որպես կոճակները, օրինակ undo կարող եք դնել, այսինքն Ctrl-Z հետ գնալը, որպեսզի անընդհատ ձեռքով չանեք ստեղնաշարի վրա, կարող եք կոճակի տեսքով այն դնել, կարգավորել, և այդպես կարող եք ուսումնասիրել բոլորը ու ըստ դրա կարգավորել այնպես, ինչպես ցանկանում եք։ Նույնը վերաբերում է գրիչին, նույնիսկ Erase-ի կոճակը, այսինքն Retina, դուք կարող եք փոխել և դնել այլ բան, եթե ցանկանում եք։ Այստեղ էլի կլիկ եք անում և ընտրում եք, որ կարգավորումը, որ ձեզ դուր է գալիս։ Այստեղ ունենք նաև mapping, թե ինչպես է ընկալվում մեր պլանշետը մեր կողմից, այսինքն ցույց է տալիս, թե նկարը որ հատվածի վրա է տեղակայված։ Հիմնականում մեջտեղի հատվածում եք աշխատելու, ընդամենը մի փոքր պրակտիկա և շատ արագ կսովորեք պլանշետին, ես վստահ եմ։ Այստեղ էլ կարող եք տեսնել, թե ինչպես է աշխատում պլանշետը, ցույց է տալիս, ու դուք էլ կարող եք ձեռքի շարժումներով աշխատել ու տեսնել ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսքանը, ես վստահ եմ, որ շատ եք սիրելու պլանշետը, ու մի բան էլ ավելացնեմ, եթե ցանկանում եք օրինակ առանց լարի օգտագործել Bluetooth-ի միջոցով, այստեղից ուղղակի միացնում եք Bluetooth-ը, սեղմում եք կոճակը պլանշետի վրայի և կտեսնեք արդեն, որ հայտնվում է մոդելը պլանշետի ու միանգամից սեղմում եք արդեն Connect։ Այդքան բան կարող եք արդեն առանց լարի օգտագործել։ Դե ինչ, ձեզ մաղթում եմ հաճելի գնումներ և հաճելի մշակումներ։